լույսի, գազի, ջրի եւ այլ հարցեր կա։ Ապրելով համար։ Մենք քիչ շունչ ենք։ Մի անգամ ես Դիլիջան եմ եղել սկզբից, որ աշխատանք չեղել, տեղափոխվել ենք Երևան, որ կարանք աշխատել։ ՄԱԿ-ի ներկայացուցիչներից, մեկ էլ այս կառավարությունի ներկայացուցիչներից մարդ ա եղել, հարց եմ տվել իրանց, ասում եմ երկու շունչ ենք, ինչ պիտի դառնանք, 40+ ստանում ենք, ասենք վրենը դնում ենք, վարձ ենք տալի, բա ո՞ս պիտի հետո ապրենք, ասում եկել ուզում ես Դիլիջան ապրես, բա ո՞նց ես ուզում ելնի, ասում բա որտե գնամ ապրեմ, ասում գնա սահմանամերձ, դեղ ձրի տներ կա, ես էլ կանեմ, ասել եմ դե որ սահմանամերձ ա, կյանք սապահովի ես գնամ իմ տունը ձրի ապրեմ, եթե սահմանամերձ ա, սահմանամերձ ա, բա երկու շունչ ես տան բնակվարձով, բնակվարանային բան հարց ինչ պիտի դառնա, ասում նախատեսված ա, որ շենքեր պիտի կառուցվի կամ շենքեր պիտի վեկալենք, ռեմոնտ բան անենք, հետո երկու շունչին հանրակացարանի նման տանք, դա լինելը նախատեսված ա 27 թվին։ Մինձե պիտի ասում ապրեք մինչև 27 թվին այդ տղա երեխա է 27 թվին մի սենյակ ես տալի, այդ տղա երեխի խոսքի ամուսնանալը մի սենյակում ինքը կնոջ հետ ապրի, թե ես էլ հետ